Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը։ Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները, շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական եւ բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոն գյուղում գտնվող իր տնից գողություն է կատարվել։ Մեկնել է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից եւ հենց այդ ընթացքում բացել էին տան հետնամասի պատուհանը եւ գողացել ոսկեղեն ու գումար։ Բացահայտման գործում օգնության եկան նաեւ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները եւ հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր։ Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։ Գողոնը վերադարձվել է տիրոջը։ Երիտասարդու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հուլիսի 1-ից ներքին գործերի նախարարության ջրային պարեկային եւ փրկարար ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում եւ Առափնյա հատվածներում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաեւ դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն, համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ, շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։ Պահպանեք անվտանգության կանոնները, այդ կերպ պաշտպանելով ձեզ եւ մյուսներին։ Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված ջիպ կոմպաս մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին։ Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում բացահայտվել։ Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա եւ 21-ամյա երկու երիտասարդներ։ Պարզվել էր նաեւ գողոնի տեղը։ Ըստ տվյալների 21-ամյա երիտասարդը նույնանման գողություններ էր կատարել նաեւ Երևանի այլ թաղամասերում։ Նախաձեռնված քրեական շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են գողացված պահեստամասեր եւ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ դրանց օրինական տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ Մասնավորապես հայտնաբերվել է 14 զույգ հայելու ապակի, մեքենայի 2 հայելի, 1 զույգ լուսարձակ, Ֆորդի 1 զույգ հակամառախուղային լուսարձակ եւ Մազդայի տարբերանշան։ Իրենց ավտոմասերը ճանաչողները կարող են դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 102։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ինչ անել օդային տագնապազդանշանի դեպքում, ուր գնալ եւ որտեղ պատսպարվել։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով փրկարար ծառայողները շարունակում են իրականացնել իրազեկման աշխատանքներ։ Բաժանվել են մոտ 3000 տեղեկատվական հուշաթերթիկներ, որոնց մեջ ներառված են օդային տագնապի ժամանակ բնածան վարվելակերպի կանոնները, տարբեր իրավիճակներում, եթե գտնվում ենք տանը, դրսում, տարբեր վայրերում, միաժամանակ նաև բոլոր շենքերի նկուղային հատվածների դիմաց, այսինքն առաջի հարկերում փակցված է օդային տագնապի հուշաթերթիկները։
Պետք է հիշել, որ օդային տագնապ ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում եւ անհրաժեշտ է պատսպարվել պաշտպանական կառույցներում։ Ազգաբնակության համար պաշտպանական պատսպարման վայր ծառայում են պարզագույն թաքստոցները, որոնց մեջ մտնում են նկուղները, գետնախորշերը, հանկախորշերը, մետրոպոլիտենը, դրանք պարզագույն թաքստոցների ամբողջություն են, որը ցույց է տվել, որ նկուղային հարկերն են ամենավտանգ վայրերը հանդիսանում։ Նկուղների պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ փրկարարծարայությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով հավաքագրվում, վերլուծվում եւ ամփոփվում է։ Այդ գործընթացի նպատակը համայնքներում պատրաստվածության ընդհանուր մակարդակի գնահատումն է։ Փրկարծարայության կողմից մշտապես իրականացվում են տարբեր միջոցառումներ, վստահ լինելու համար, որ բնակչությունը տեղյակ է ինչպես պետք է վարվի ազդանշաններ լսելու դեպքում։ Ներկայումս Երևան քաղաքում տարբեր տարածքներում իրականացվում են փորձարկումներ շչակների, որպեսզի հասկանանք բնակչությունը ինչպես է արձագանքում շչակների միանալու դեպքում։ Որպեսզի շչակի ձայնը խուճապ չառաջացնի, փրկարծարայությունը նախապես իրազեկում է բնակչությանը օգտագործելով պաշտոնական հարթակները։ Իրական վտանգի դեպքում փրկարծարայությունն ազդարարում է կապի եւ ազդարարման բոլոր միջոցներով՝ շչակներով ու բարձրախոսներով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով ու հեռախոսակապով, այդ թվում բջջային կապի կարճ հաղորդագրություններով։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության ներեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկի 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։